Հավատում ենք, որ բանականությունը հաղթելու է, Աստված հաղթելու է, եկեղեցին հաղթելու է։ Ու ես մի բան եմ իրենց միանշանակ հստակ ասում, որ իրենք Աստծո բերանը չեն կարող փակել։ Այդ ողորմելիները, որոնք որ կարծում են, որ Աստծո բերանը կարող են փակել, ողորմելի են ընդամենը։ Անհնար է Աստծո բերանը փակել։ Դուք սրբազանին ձերբակալիք, մեկ ուրիշի միջոցով կխոսա Աստված։ Իրեն ձերբակալեք, ուրիշի միջոցով։ Այս 2000 տարվա ընթացքում, նույնիսկ 3000, 4000, 5000 Ադամից ու Եվայից սկսած, այդ երբ է որ Աստծո ձայնը լռել է։ Այդ երբ է որ Աստված չի խոսացել իր ծառաների, իր մարգարեների միջոցով, միշտ է խոսացել։ Այսինքն տեսնում ենք, որ Հովհաննես Մկրտչին, չէ, ձերբակալեցին, գլխադեցին, բայց դրանով Աստծո խոսքը դադարեց, թե ավելի ուշ գնացավ։ Այսինքն չարը չի կարող Աստծո դեմ պայքարել, որովհետև դիմացը Աստված է։ Ինձ կարող են ձերբակալել, մյուս հոգևորականներին կարող են ձերբակալել, աքսորել, ինչ որ դարերի ընթացքում արել են։ Հիմա պատմությունը ակնհայտ բոլորիս աչքի առաջ է, բայց Աստծո դեմ ոչինչ չեն կարող անել։ Ճշմարտության դեմ, Քրիստոսի դեմ, Սուրբ Հոգու դեմ ոչինչ չեն կարող անել։ Աստված մնում է ճշմարիտ, Սուրբ Հոգին մնում է Սուրբ Հոգի, հաղթող։